քեզ կծեցեն, սոված կպահեն, տկլոր կպահեն, պետք է դիմադրես։ Հենց մանանք ամուսինը զոհվելա, մի հատ տանը մի նիվալի թեկուս դե քրնունես, պահիլ դեիր, հա։ Վերունեն նորից ետ բերին, ընդեն էլի ժեշ չկա։ Սաղ կեղը դու դե շատերը գիտեին իմ կյանքը, ես չէի ասում է։ Եմ որ ասում են, թե Համուսենը խմող չելել, ամենաուժը խմողն էլել, բայց ոչ մինը չգիտի հվատում չեն, որովհետև ես մարդ եմ կանչել, օգնել ենք վերևը դրել, վերինգյաց սեղմած։ Խոտը ես եմ վերածել, կովերին տվել, ասենք ծվածել չեմ, մեր էստի մի հարուստ հարևանք ասում է, մի հետ էլա դուք կռվում չեք, մի հետ էլա ես սիբցիրցենը գալիս չի, զարմացել է, այդ որովհետև որ դու չգիտեք գաղտնիքը, համբերությունը կյանքա։ Թումանյանի Գիգորի խրատները մեծ լոռեցին չի հնարել, պարզապես գրանցել է ծնողներից տրվող խրատները։ Տասնամյակներ են անցել ու հիմա տարիների հեռվից Սոնիկ տատը էջ առեջ թերթում է դժվար կյանքի խամրած էջեր ու այդ խամրած գույների մեջ փորձում է կյանքի մայրամուտի տխրության մեջ ուրախ գույներ մտցնել։ Ով կարդելա զարմացելա, պամադով եմ գրել, դե հավոր սարչիկ։ Իմ աղջկա պամադենեինը մի հատ կարդա։ Բարի գալուստ Ոսկեպարի 3-րդ փողոց 7-րդ տուն, մուտքի դարպասներին կարմիր շրթներկով գրառումը այս տան միակ բնակչինը տեր ու տիրակալինն է, բայց ժամանակ կար, որ սեփական տան մեջ ազատ նստել խոսելու իրավունք չուներ։ Դեռ մի բան էլ խոպանից մարդը խաբարներ էր ուղարկում, թե ասեք հագնվի գնա փոշմանել եմ, բայց տատը հեշտ հանձնվողներից չէր, մնաց, պայքարեց, ոտքը պնդացրեց ու ապրեց։ Ամուսինն էլ նկարած տղամարդ էր լայնեզր գլխարկով, փողկապով, կիթառով, իսկ կինոյի տղա ինքն ընդամենը 15 տարեկան։ Ուզեցու հրսանքո բանով վեկացավու 3 ամսից հետո փակավ գնաց։ Դորես ու գնաց։ Մեր դուժվում եմ, չրչարվում եմ, տենամ բանա խաբար արելա, ուզում ես կացի, ուզում ես չէ, ես գալիս չէ։ Ենա վերջը աղբերը ետաղարել, ընդի սովորելա։ Էլ ուզում չգեղը կա, մերն է թողում չինս տանի։ Ջահել ամուսինը խոպանից էր սիրտը մաշեցնում, անխիղճ սկեսուրն էլ էստեղ էր հոգին հանում, բայց ինքն ամեն դժվարության էլ դիմացավ, անգամ սովին։ Իհաց վեր կալա, մկոյցի շատ էի կտրել, եկավ ձերցս վեկալով ենք ռանը դրոց։ Այ ենդով տհենել էլ, մի մքեն ենթարկվել ենք։ Դե բանը, ասենք ճաշա, բանը, ես իրավունք չունեի ինձ գլխած եմ, ուտեմ, սոված քնե շատ վաղ լացլեի, կտեր, տալ չեր, կատե համի թողլ է մորթել են, գոնաղն են, կերել են, բրծել ինձ մար ճաշ չպհել, սուսուպուս կնացյան կրան նստեց։ Ես համ խոզում էի ոչխարը, համ ոչեր է դքն էի, որ իմ ամուսինը Ռուսաստանից փողտի բերել, էտ էլ սուտելա։ Վերջը պարքաստու 20 տարուց ետը, որ տարենը մի հետ կեր մի 5 օրով, 10 օրով, էտա ես էլ կարոտ էի։ Վեջ կլխի չեմ ըլը, ասում եմ, թե ուր ես կենեմ, լաց եմ ըլում, ասում ադե ուզում ես կենեմ, ուզում ես չեք գալիս, մի ամիս կենեմ, եվ կամիս կենեմ, նորից կենեմ։ Էդ գալ գնալու արդյունքում էլ 4 զավակ ունեցավ ու արդեն ծերության մոտ, երբ արդեն ռուս աղջիկներին էլ չէր հետաքրքրում, առողջությունն էլ են չէր, հիմնական եկավ։ Տարիքս էլ են չէր, մտամ կլխի եմ, ենքան կա, ուրխան մեմ ռիղղայդ ենքան կա, դեկտեմբերին եկել արեխեն ծնված ալել, ամեն գալով ռեխեն ծնված ալել, եկելա ծնված տե երեխանցը։ Թիկնեղ գանգրահեր ամուսնուն տատը պատահական է տեսել, տասնյակ փեսացուներին խստաբարոհայրը շանս չէր տալիս, բայց մի օր կարելի ասել բախտը բացվեց։ Իմ հերը մի դաժան մարդ էր, դաժան է, գերմանացին հելի չէր, հա, թողեր ոչ, որ դուս կանք, մնի հետ խոսենք, են ովքեր եղան վեուներ հետացեր, շատ հետաքրքիր կյանք եմ ունեցել, վախ էին էլի, ուզող ասենք շատ կա, բայց վախում են, գալիս ոչ հետա, էտա ավտոբուզումը իջևանից գալիս, ես ամուսինս էլ Ռուսաստանի կենող ալել, ազապ վախտա աղբոր կուշտնակնացել, ընդյան էլ գալիս ինձ ավտոբուզումն ատեհել, ու հարցրել այն աղջիկնովա, հետաքրքիրա, որ ստիպել են, որ ամուսնանամ չի, բանա, ինձ տեհելա հվանել, ես էլ որտեղ համի պատկեր էր, ասեցի տնասես էսով, այս ինձ սիրուն ջիլիս տղայա,
ցլոյով, գալուստիկով, բան շնորհքով սազով մի հատ դերասան։ Այնա եկա մի տղաս մա թե ես այն աղջկանն ուզում եմ բանա, այսինչ աղջիկն է գյուղիցնա։ Էտա քնմա ու հորը ղրգեմ այդ իմ ամուսինը։ Ղրգեմ ատում ասել իմ բիզուն ճնանչում են իմ հրոխբորը մոդիկ են։ Խելոք ընտանիք են ելել։ Այնա քնմա մի ուրիշ աղջկա որ ուզող ճամփում ինձ տենմա մազերս երգար։ Ասմա չէ, մի աղջիկ քներ ասմա ինքն է ծոլելով խաղանելով քնե ելի։ Էտա Անդիմը չակաղնմա որ եդեմ գալի ասմա աղջիկ ջան դու աղջիկն ես Այսինչ օգնությունն եմ ուզում խափմա դու ասել ինձ էլ ասիչ պապի ջան արխային եկավ ու մեր կուշետքին թինգը տվուցու էլ ժաշ չկավ ասմա ես այս աղջկանը պետք է մտղիմար ուզեմ տղենով ով չիմ հերն ասեց դե պետք է տենանք գա տենամ են ավտոբուսի տղեն հետաքրքիր չի առանց տուժվելու առանց որևէ բան խալխը վաս տուժվում էր որ ինձ ուզի կարեր ոչ այս եկավ ու շնորհքով Ես տղին ուզին դες քնալ 15 տարեկան եմ գլխի չեմ լաց եմ բղում եմ փախչում եմ կրավաթի տակը մտնեմ մի հեվարա թանակ վեկալավ տոբուց ինձ որ պետք է ուզես քնացի արիք նշանը վեկալ հիմա քնացել եմ մոդացել ուզում չեմ վերնե իմ միջին ինչ եմ մտածում ասեմ բա շալվար ես կհալդեմ արտուկ եմ սիրունականված մացել ասմա ես կհարտուկ եմ ենք հատու եկալ Դե ուզելն ուզեց, բայց կեսուրը հողը խաբար չտանի ամբարիշ մասկիներ ասում է տատը, որ լուսանկարը խնամքով պահում է։ Սոնիկին շատ է ուժել լացացրել, բայց վերջում հիվանդ ժամանակ էլի իր հույսին է մնացել։ Վերեմ կացել լծված սումկեն գուրս կցել քնացել դաշտը, համի լաչարնի են, նահանք իրանց կեսուրը հաշվի չեն առել, վերեն կամ թաքուն ամեն ինչ վեր են ունում կալի, մենակ երկու փեցի հետ փռնվեցի, խայտարակել Հաշվել ատել որ երկուսը պակասա դասելելով կատանը սակլի էփել եմ հետս վեկալել Մայքաջան Իմ ու ենթարկվել եմ էլ էտե Բայց հանուն արդարության պետք է ասել, որ սկեսուրն է պահել իր 4 երեխաներին ինքն էլ է ստեղ այնտեղ նրան գովելու առիթը բաց չէր թողնում 4 հատ երեխա ունե 4-ին էլ ինքը պահել է Շերց բանը լղացրած, դպրոց գրկած, ժողովը որ քնե ինձ գովեն, տեղիցս կաղնեի ասե կարելի է, թե ինչ ելել, ասեցի ինձ մեկ գովիլ, ես երեխա եմ տենեմ, դաշտը մնեմ լում, իմ կեսուրն իրանց պահամ նրան կարակ 5 տնեք, դիրեկտորը կաղնեց ասեց առաջ մի հատ մարդ, որ կեսորը գովեց ու նստեց այն մարդ, սե ինչ հաշվեր Գովելու էր գովեց, բայց Սոնիկին նեղացնելիս էր այնպես էր նեղացնում, որ ջահել տարիներին կարճ ճանապարհով մի խալաթով հայրական տուն էր հասնում, հետո լսում մոր խրատներն ու աղի արտասուք թափելով հետ գալիս կեսուրի մոտ։ Հազար ու մի բանում մարդուն մեղադրելու պատճառ ունի Սոնիկ տատը, բայց աչքը դուրս չէր, դրանում կասկած չունի, ինչքան էլ թե խոպաններից տուն չէր ուզում գալ։ Օրինակ շատերի աչքը որ վրինն էր, երկողքին է մոդիկ նստեր վեկեներ կներեն դուրը։ Նա ինձ սիրելով ա ուզել։ Էզնիվալիդ վախտնել որ հարց են տվել գաստի ասելա ես մնի հետելա փոխլի չեմ իմ երկու բոտից կտրված կնգանը այդ է մաքուր իրան պահելա տարիներով իրեն մենակ թողնելն էլ Սոնիկ տատը ներել է արդարացումն էլ հետը գտել երևի ջահել այլել ընդովանի հեգդեսլաղայ դենտեյա ես էլ ոտս դեմ եմ տվել նստել Դժվար կյանքը Սոնիկ տատին չարչարել, բայց հոգու ուրախությունը չի կոտրել, փոխարենը հավատքն է ամրապնդել, տեղն է նաև հումորն ու սրամտությունը։ Համի նոյեմբերյան էլ սպեկտրը բանը Կիրովականից եկել են ճանապարհը կտրել նոյեմբերյանի, այդ տաքսի շոֆերն է ջահելա, ես էլ խնդրել եմ մեզ վրա ստունապերեմ, մի երեխա ավելա միջին։ Ճանապարհին որ ոտնան այդ տղեն ասեց թուհա սուրը տուգանվել դեմ այդ վախես ոչ էտա իչիր ասեց որ իչավ ակտը գիրմեն ասեցի լա այդ բրախեցեք ու դեսն առաջ եկեք լա մի հատ ղաքին նստած ինչ ելելով ես դու այդ եթե իմանաս որ ես ում աղջիկն եմ դու ասեցի ռուբինու գործից ազատված ես Սենց հարավ, ում աղջիկն ես, այս իմ հորանումը չիմնել գիտեն, ամենաբարձրեալինա, կլխի չելավ դա։ Գիտես մի հատ զանգ հերիքա, ձեզ մհար, ինչ անենք մի երեխայա,
Որովհետև ես իմ հորից հույս ունեմ, որ եզրեխին վերեն կալեն, այստեղ հետ գործ չունես։ Կարմես ինձ հետ խոս։ Այստեղ ինձ հարավ չհասկացա, լա իրան տար։ Ու մեծ տեսետում աղջիկը։ Այստեղ են մի ճամփը մտեղս եղելա, ասма տոտա ջան, խույրիկ ջան, լասա, ով է քուհերը։ Այդպես էլ ակտ գրողները չհասկացան, թե ով է բարձրյալը եւ որտեղից պիտի զանգի իրենց։ 1 ու 2 անգամ չէ, որ տատն իր հավատքի շնորհիվ փրկվել է։ Թերվիս տենմա, որ ես ջահել եմ էլի, շվակը մնստել եմ, ոչխարն էլ վերելել։ Տենը երկու թուրք զենքցիերին դբինց գալիս են։ Տանիլ տեին էլի։ Անդիան այդ մարդը վաստալով, ինչքան երկար ճամփա, եկել է հասցրել տեղել կղակիս արդեն կաղնած են։ Հրադիտակով է տեղել։ Ասելա վայ, ես Սոնյային տանիլ տեն։ Եկավ ասեցին չեք մանկալի թե հեչ, թե ասել աստյան հեքնյաց եք, ձեզ կկտորեմ ասելա։ Էնա ոչխարը քշել է ինքն այդ մարդը, տարել Իրանին ինխարնել, ինձ ասելա դու տուն քնա։ Ընչերից եմ փրկվել։ Շատ բան է անցել են ժամանակ, բարակ մարակ միամիտ Սոնիկի գլխով, որ անգամ կարգված ժամանակ էլի հավանողներ ուզողներ էր ունենում, ավելին մի անգամ բան չէր մնում, որ փախցնեին։ Ես են հենց շոր ունեի, բարակ մարակ է էլի, նեժնի մեժնն է, 2 հատ տրոյկա էր բերել իմ ամուսինն Անդիան, որ ոչ մինը կյանքը մստի հակած չէր, հերթով որ հակնեիքնեի հուսը կմակիս։ Են հայինց փախցնեին տանեն, գտնեցել չեն, որ ամուսնացած փախցրած 2 երեխան են, փախցրած տանեին, ասեց թե գիտեք ասեցի ես սումքինն եմ, որ դիրլիք տնիլդից ես, մինյանը մտվի չէ բրախեցին, ասեցին պապա, մենք վախում ենք այդ մարդիցը, Երևան էր էլի, Ասիրյան մուշեղ, նա իմ հոգրի տղեն էր, բայց ոնչ համար գիտեի ոնչ ասա։ Հիմա է, որ ստատի ամոթ աբուր կորցրել են ավանդույթները մոռացել, բայց տատն այդ ավանդույթների մասին խոսելիս ավելի շատ նախընտրում է հումորով համեմել, քան թե բողոքել, որ չեն պահպանում, օրինակ Կարմիր խնձորի ավանդույթը։ Այդ Կարմիր խնձորն էլ մինն ունեցել չի, 2 թուշ կարմիր դեղսա ճարել ղրգել նշանը։ Հեգդեցել են թե աղջիկ չի էլ եդ են տվել։ Այն վաղտ կներես էլի տղաջան պրոստինը։ Այն վաղտ էդ կլոլ էին ղրգեին, չէ։ Համի մի տղա իրանց մոդի կիսե ճնանչում չէ, իմ թայնա տարիքով։ Բերմեն այն վաղտ էլ բան չկար էլի նհե կոլովը դա ինքնա։ Թաթմ են դնեմ բանումը սումկումը, այդ տղին են տալի, ասում են տար, բատ չանես, կտանես վրաս կտազ նարանգյու տոտայնու ետ կգաս։ Տանը մասմա հետաքրքիրա, բալի զենքա, բալի ես ինչա, լա բացանեմ տենամ ես ինչա, բացանմա մի բան էլ չկլխիլ մա, ես պրոստին ես ուրեն գրգեմ, չիմ չբացանում, էլի որ բան նկատի, ես տարտակ պրոստինը նվերա, տանը մեն իրան տալի կալի, մի օր դեքնեմ ակալիստի, մի օր ասեց իրան, ասեցի լավա կլխի չես ելել, որ կչմ չազման օր եմ էլի կլխի։ Հիմա խաբեությունը շատ է ու ամեն տեղ ասում է տատը խաբված են փեսացուներն ու ամուսիններն ասում է։ Իրանց ամուսինը պաչմա, իրա մսի համ չեն զգում, կրասկի այն պաչում, ոնց որ դրնից կնաս պաչես ու կնաս ումա պետք է, միսուտա, բա, թշից պաչմա, պրոշից պաչմա, բայց կրասկից նա պաչում, չէ, չէ, հմի լավ է չէ։ Այսպես տատը համեմատականներ է տանում հնի ու նորի մեջ ու վստահ ասում խաբեությունը սխալ է։ Իրենց ժամանակներում ամեն ինչ պարզ էր, մաքուր ու հասկանալի։ Հիմա անհասկանալի են բարքերը, անհասկանալի են մարդիկ, ասում է Սոնիկ տատն ու հրաժեշտ տալիս մեզ։ Մերիկ Օլոլյան, Գևորգ Քոչինյան, Ոսկե Պարից, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։